39 օր շարունակված հրթիռակոծություններից հետո տարածաշրջանում լռություն է։ Իրանը, Միացյալ Նահանգները եւ Իսրայելը խոսում են հրադադարի ու հաղթանակի մասին։ Սա պատերազմի ավարտն է, թե ընդհանրապես կարճ դադար ուժերի վերադասավորումից առաջ։ Իրանագետը զգուշացնում է, իրական արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է։ Այն պայմանները, որ այսօր իրանական կողմը հայտնում է, որ դրանք լինելու են բանակցությունների հիմքում, դա դեռ չի նշանակում, որ դրանք նույնությամբ լինելու են հնարավոր համաձայնությունում, այսինքն դա ընդհանրապես շրջանակ է, որի շուրջ կարող են լինել բանակցությունները։ Բանակցային սեղանին դրված են կողմերի համար հակադիր, բայց գլոբալ նշանակության հարցեր։ Իրանի համար առաջնայինը Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունն է։ Սա միայն ռազմավարական տարածք չէ, այլ տնտեսական լուրջ լծակ, որն ազդում է համաշխարհային շուկայում էներգակիրների գների վրա։ Թեհրանը ցանկանում է նեղուցով անցնող նավերից տուրքեր գանձել, այդ իրավունքը կիսելով Օմանի հետ։ Իրանը ցանկանում է որևէ տեսակի վերահսկողություն ունենալ այս նեղուցում ու դա ամրագրել ու ներկայացնել որպես իր հաղթանակ, քանի որ ըստ էության այս պատերազմի ընթացքում Իրանի կիրառած արդյունավետ լծակներից առաջինը հենց Հորմուզի նեղուցը սահմանափակելու գործիքն էր, որը ազդել է էներգակիրների գների վրա, ունեցել է համաշխարհային հետևանքներ։ Միացյալ Նահանգներն էլ ունի իր օրակարգը։ Հորմուզի նեղուցի բացումից զատ Վաշինգտոնը պահանջում է սահմանափակել Իրանի հրթիռային կարողությունները եւ դադարեցնել աջակցությունը պրոքսի խմբավորումներին։ Ամենացավոտ հարցը մնում է միջուկային ծրագիրը եւ ուրանի հարստացումը, որն Իրանի համար մշտապես կարմիր գիծ է եղել։ Դեռ նախորդ համաձայնության ընթացքում իրանական կողմը համաձայնել էր պարզապես բավականին նվազեցնել հարստացման մակարդակը, բայց շարունակել հարստացնել ուրան ու այս համատեքստում էլ իրանական կողմից հնչող հայտարարությունները հենց դրա մասին են, որ Իրանը պետք է կարողանա շարունակել ուրանի հարստացումը։ Հիմա էլի այլ հարց է, թե դա ինչ տեսք կընդունի։ Արդյոք Իրանը կշարունակի հարստացնել ուրան պարզապես ցածր մակարդակով, թե օրինակ կլինի տարածաշրջանային կոնսորցիումի շրջանակներ։ Իրանի շուրջ ծավալվող ցանկացած իրադարձություն ուղիղ ազդեցություն ունի նաև Հայաստանի վրա։ Պաշտոնական Երևանը բարձր է գնահատել միջնորդական, այդ թվում Պակիստանի ջանքերը եւ խորապես համոզված է, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերը կարգավորելու եւ մերձավոր արևելքում խաղաղությունը պահպանելու համար։ Ըստ մասնագետների, պատերազմի շարունակությունը հայկական կողմի համար նշանակում է ոչ միայն էներգետիկ եւ տնտեսական ռիսկեր, այլև փախստականների հնարավոր հոսք եւ տարածաշրջանային մեկուսացում։ Իսկ միջազգային պատժամիջոցների պատճառով բանկային համակարգից Իրանի անջատված լինելն արդեն իսկ լուրջ խոչընդոտ է հայ-իրանական առևտրի համար։ Իրանը մեր այլընտրանքային երթուղիներից մեկն է, ու այս երթուղու սահմանափակումը բնականաբար իր հետևանքներն է ունենալու մեզ վրա։ Հիմա աշխարհը շունչը պահած սպասում է ուրբաթ Իսլամաբադում նախատեսված բանակցություններին։ Իրանը նախկինում բազմիցս է հայտարարել, որ չի վստահում Միացյալ Նահանգներին։ Հրապարակային վերջին բանակցություններն այս տարվա փետրվարի 27-ին էին Ժնևում։ Այդ ժամանակ հայտարարվեց նշանակալի առաջընթացի մասին, 24 ժամ չանցած Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հարձակվեցին Իրանի վրա։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։